դրա հետ կապված ինչ մտահոգություններ ունեք, արդյոք Սյունիքը կարող է այս իրավիճակում։ Դե Իրանի հետ կապված կարծում ՄԱԳՆ-ի հայտարարությունից զատ եւ իմ հայտարարությունից զատ որևիցե բան ավելացնելու չկա։ Ուշով հետևում ենք, բայց այս պայծրությամբ տենց մտահոգություն չկա, որ դա կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենա մեր հարևանի հետ հարաբերություններին, որովհետև նախ եւ առաջ դուք գիտեք, որ խոսակցությունը շարունակվում է եւ կան կոնկրետ գործընթացներ, որոնք որ հիմա ընթացքի մեջ են եւ նման բան այս պայծրությամբ մենք չենք տեսնում։ Բայց գնահատել եք։ Իհարկե, հենց ամենահենց նույն րոպեին։ ԱԳՆ-ի հայտարարությունը վարչապետը հանդիսանում է կառավարության ղեկավարը։ Դուք ասում եք գնահատել եք, այո, գնահատել ենք, քննարկել ենք, հենց գործողությունները սկսվելուն անմիջապես հետո շատ վաղ ժամի, կարելի է ասել լույսը չբացված, այո, քննարկել ենք եւ ինչի հետ կապված պետք է մենք գտնվում ենք կապի մեջ մեր միջազգային գործընկերների հետ եւ այս պայծրությամբ որևիցե բան, որ ավելացնելու կա բացի ԱԳՆ-ի հայտարարությունից չկա։ Ռիսկերի գնահատում, այսինքն Այո, հենց այ առաջին րոպեներից ոչ միայն Ադրբեջանից սպասվող, այլ նաեւ հետագա հնարավոր զարգացումները հենց Իրանի ներսում մեր սահմանների վրա պետք է ասեմ, որ այս պայծրությամբ որևիցե հոսք ընդեղից չկա, մեր սահմանը որևիցե նման բան չի արձանագրել եւ մնացածը արդեն գիտեք, էլի ավել բան չասեմ։ Չլսեցի։ Ադրբեջանում հայեր են մնացել։ Ադրբեջանում։ Այո, ոտանավի հետ կապված, այո։ Ստեղել ադրբեջանցիներ են մնացել, գնացել են։ Չէ, այս բանը։ Հա, մնացել էին ու գնացել են, չէ, մնացել են, որ գնացել են։ Չէ, այս բանը որևիցե տեղեկություն չունեմ տեղը, ճիշտ եմ ասեմ, հիմա ինչ որ չգիտեմ, չեմ կարող խոսել ինչ։ Թե թիվ 1 ռիսկն է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տևել եւ այլ բնույթի վերածվել, ինչպես նաեւ այլ երկրների ներառվածությունը մեզ ստաբիլ հարևան է պետք եւ ինչ որ տեղի է ունենում մեր համար անընդունելի է։ Մոռացեք Զանգեզուրի միջանցքը, լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, դրա որակումները, դրա իրավական ձևակերպումները բազմիցս տրվել են, տեսել եք նաև, որ Ադրբեջանից հնչում են արտահայտություններ, որոնք ասում են մենք օրինակ կուզենայինք, որ ամբողջ Ադրբեջանը միջանցքի վերածվեր եւ այլը, դրա համար դրա հետ կապված կարծում եմ ամեն ինչ ասվել է, հիմա նորից նույն բանը կրկնելը սխալ է։ Լուսինե ջան, ես քաղաքական առումով եմ ասում մոռացեք եւ ռազմական առումով էլ արդեն ռազմական գերատեսչության ղեկավարը կպատասխանի, այդ խոսակցությունը փակված է եւ այդ խոսակցությանը վերադարձ ոչ այն ժամանակ ա եղել, ոչ հիմա կա, ոչ էլ ապագայում կարա լինի, դրա հետ կապված իրանք հայտարարություն են արել, մենք մեր դիրքորոշումը ասել ենք, իրանք զարմանքով են մոտեցել, Ադրբեջանի նախագահը ասել է ես զարմանում եմ ընդհանրապես դուք ինչի եք դրանից այդպես վատ վերաբերում, Ադրբեջանի պաշտոնյան, որը որ զբաղվում է իրենց արտաքին քաղաքականությամբ եւ հանդիսանում է իրենց ցելը, որ ինչ են հայերը այդպես ցավագին տանում, մենք կուզենայինք, որ ամբողջ Ադրբեջանը լիներ միջանցք, իսկ հայկական կողմը ասում է, որ այո, Հայաստանի Հանրապետությունով կարող են անցնել տրանսպորտային միջոցներ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության ներքո եւ այդ դրա հետ կապված ներկայացվել է խաղաղության խաչմերուկ ծրագիրը, այդ խաղաղության խաչմերուկ ծրագիրը քննարկվում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ ոչ միայն տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ Հայաստանի Հանրապետությունը այո պատրաստ է բոլոր երկրների հետ, ինչպես Իրանի հետ եւ Վրաստանի հետ ունենք բաց սահմաններ մեր իրավազորության եւ օրենքների հիման վրա, դա անել որևիցե նոր բան մի փնտրեք, չփնտրեք ու մի խոսեք։ Հաջան։ Արդիական է խաղաղության խաչմերուկը այս։ Իհարկե, բա հենց այս պայմաններում է արդիական, որովհետև եւ տենց խոսք կա, չէ՞, ժողովրդական, որ մի դուր բացվում է, մի դուր փակվում է եւ հակառակը, որ մի դուր փակվում է, մի դուր բացվում է։ Հիմա եթե դուք օրինակ համացանցում կա, հա, տեսնում եք քարտեզը, որտեղով են ինքնաթիռներ թռնում եւ ակնհայտ է, որ Հայաստանի եւ մեր տարածաշրջանը այս պայծրությամբ հաստատի օթային միջանցքի է վերածվել քաղաքացիական
ինքնաթիռների համար, այո, իհարկե արդիական է եւ ինքը նաև արդիական է այն առումով, որ դա ոչ միայն տնտեսական իմաստ ունի, դա նաև անվտանգային իմաստ ունի, որովհետև այդ կապը նաև իրանից տնտեսական շահեր է հետապնդում բոլոր երկրների համար։ Նորից եմ ասում, ժողովուրդ, նորից եմ ասում, պատերազմի հետ կապված ռիսկերը այսօր մինիմալ են եւ մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ ուղղությամբ գործուն քայլեր է անում, ինչպես նաեւ օրինակ ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը հաջես հայտնի վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա, այո, հաստատում եմ։ Եկեք այդ հաստատեցի, բայց մնացածը արդեն վարչապետի գրասենյակ է։ Այո, հրավերի հիման վրա։ Բոլոր հարցերը տարածաշրջանային քննարկվելու են եւ ես կարծում եմ այդ այցը պատմական է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Լսեք, ես հիմա դժվարանում եմ անունը ասել, պաշտոնական աշխատանքային է, բայց որ դա երկկողմ այց է եւ հրավեր է արվել նախագահի կողմից եւ հենց այդ ֆորմատով է լինելու, այո։ Իսկ ակնկալիքը հայ-թուրքական հարաբերություններին է, ակնկալիքը այդ հանդիպումից, ամսի 20-ին ասած, ակնկալիքը այդ հանդիպումից հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերվում, թե նաև հայ-ադրբեջանականում հնարավոր է փոփոխություններ լինել, պայմանագրի կնքման, նաև ճանապարհների ապաշրջափակման։ Բոլոր հնարավոր հարցերին, որոնք որ հնարավոր կլինի քննարկել, այդ հարցերը կքննարկվեն։ Ոչ մի արտառոց բան էսպայի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև չեմ բացառում որևիցե քննարկում։ Կարող ենք ենթադրել, որ Թուրքիան ուզում է միջնորդ լինել այս երկխոսության մեջ, հայ-ադրբեջանական հարաբերությունների երկխոսության։ Չեմ կարծում, որ նման գնահատականներ տալը ճիշտ է։ Ես կարծում եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը որևիցե մի երկրի, նույնիսկ ոչ տարածաշրջանային երկրի աջակցությամբ կամ որևիցե մի մայրաքաղաքում, եթե խաղաղության պայմանագիր ստորագրեն, դա կլինի բոլորի շահերից, բայց ինչպես տեսակ, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը եւ Հայաստանը ավարտին հասցրեցին միասնական եւ երկու կողմը կորոշեն էլի, երբ որ դրա ժամանակը գա, թե որտեղ կկնքեն, ինչ միջնորդություն կլինի միջնորդություն, թե ընդհանրապես միջնորդության կարիք չի լինի, թե այլ ֆորմատ կլինի, որտեղ դիվանագիտական բանում տարբեր ֆորմատներ գոյություն ունեն եւ ես չեմ բացառում, որ այլ ֆորմատների քննարկում նույնպես տեղի կունենա եւ ինչ որ մի ֆորմատ կընտրվի։ Կարող ենք ենթադրել, որ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ինչ կազմով է։ Չգիտեմ։ Մտահոգություն կան դիմադիր դաշտից, որը երբ որ Դուք հմեկ եք տեղափոխվել։ չէ, պարզապես այո, սոլիդարություն։ Պարոն Սիմոնյան, մտահոգություն կան դիմադիր դաշտից, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է գնում, այդ ընթացքում հնարավոր է նա որոշակի առաջարկներ, պահանջներ Թուրքիայից դրվի Հայաստանի առջև։ Դուք հերքում եք, որ Թուրքիան կարող է ինչ-որ բան առաջարկել եւ Հայաստանը կատարել դա։ Չգիտեմ ինչ եք հարցնում, ուզում եմ հասկանալ։ Իսկ որ Փարիզ է գնում կամ Վաշինգտոն է կամ Մոսկվա է գնում կամ ինչ որ մի, ասենք, ինչ որ մի հատ ուրիշ երկրի ղեկավար է գալիս, մի տեսակ բան, լսեք, մեր ընդդիմությունը շատ թույլ ընդդիմություն է քաղաքականապես եւ քաղաքականությունից շատ հեռու է։ Իրանք նոր են սովորում քաղաքականությունը ինչ է, որտեղ իրանք իրենց ժամանակին քաղաքականություն չի եղել է մեկ անձի հրամայական եւ տենց խաղի կանոններ։ Իրանք նոր են սովորում ընդդիմություն լինել եւ ես ներողություն եմ խնդրում, բայց ես քաղաքագիտության հարցեր դասավանդելով չեմ զբաղվել։ Թող գնան պարապեն, ասելիք ձևավորեն, գան, հետներս բանավիճեն։ Այդ բանավեճի վայրը այստեղ է, որտեղ իրանք չեն գալիս։ Թող գան բանավիճեն։ Ճանապարհի հատումը կարող է եւ այդ լսեք, ինչ կարող է այդ հարցը դրվի, իսկ կարող է մեծ նվերներ տա, իսկ կարող է Փաշինյանը նվերներ տա, կարող է մի բաժան, այդ ինչ խոսակցություն է։ Պաշտոնյաները խոսում են, չէ՞, մամուլով։ Իսկ մեր պաշտոնյաները, ներողություն, իսկ մեր պաշտոնյաները չեն խոսում։ Ինչ են խոսում։ Մենք մեր դիրքորոշումը չենք ասում։ Զանգեզուրի Միջանցքի մասին նոր դեպք չեք խոսում։ Իսկ ով ասեց, դե ձևակերպման խնդիր է։ Հիմա կարաս քաղաքական գործին ասես քաղաքական գործիչ, կարաս ասես, որ ինքը քաղաքական գործիչ չի, սկսնակ է, լրագրողին կարաս ասես, որ ինքը վարձու
կիլլերա ինչ որ մեկից փող ավեստում, որ գա ես մի քաղաքական գործ չի սպանի, կարաս ասես, որ ինքը արեստավարժա։ Այդ գիտես ինչ, ճաշակի հարց է, բայց իրողությունը մնում է հետևյալը։ Այն ինչ որ իրանք ասում էին, այն ինչ որ մեր լրատվամիջոցները հաճախ ասում են, հետո լույսը բացվում է, սկսում են բացատրել, թե ինչի օրինակ այդ լուրջ լրատվամիջոցի ասած իրականություն չդարավ։ Բայց ոնց ստացվեց, որ պատերազմից հետո ասում էին, որ ինքը չի կարողանալու բանակցեց եւ 17 կետանոց խաղաղության պայմանագիր բերեց, որը երկկողմ բոլոր կետերի մասով լավ իսկ այն թղթի վերաբերյալ, որը վերաբերում էր սահմանագծման, սահմանազատման, ասում եք Ալիևը չի ստորագրելու, Ալիևը ստորագրեց այդ փաստաթղթը։ Ժողովուրդ, ես հասկանում եմ, հեսա կվերադառնանք սահմանազատման գործընթացին եւ ես հասկանում եմ, որ տենց մի հատ արտահայտություն կա հայտնի, էլի, որ ասում է, երբ որ մեկը ջրի վրայով քայլի, միշտ մեկը կգտնվի, որ կասի, հա, լողանալ հաստատ չգիտի, դրա համար է ջրի վրայով։ Այդ տրամաբանությամբ եք շա։ Ինչ վերաբերում է սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված, դա մեր մեծագույն հաջողություններից մեկն է, որտեղ որ մենք ֆիքսել ենք Հայաստանի Հանրապետության, սա շարունակվում է։ Սկող իշխանություն չկա։ Լսի, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամենածայրահեղ եւ ամենավատ գնահատականներով էլ սկող, էլ պարտված, էլ դավաճան, էլ հողատու, ինչ տեսակի բան ասեցին, չէ։ Տեսակ 2021 թվականին ով սկեց ու ովում սկծրեց, ով միջև քոքը մաշվեց, ովում քոքը մաշացրեց։ Տեսակ։ Ես ինքան ուրախ եմ։ Եթե իմանայի, չէ, ես որ իմանայի, չէ, ոչ մեկ արժանի չի որ ծեծեմ, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը կամ իր տղան էս դահլիճում արժանի չի որ ծեծուտի, նույնիսկ լրագրողները արժանի չեն որ ծեծուտեն, ինչի մենք ներողություն, բայց մենք դրա մասին չենք խոսում։ Հիմա հարցի Ռոբերտ Քոչարյանի հարցին պատասխան, հետո Վահե Մակարյանի հարցին չմոռանաս խնդրում։ Ռոբերտ Քոչարյանին դատի տալու մասով շատ ուրախ եմ, եթե իմանայի որ դատի է տալու, նույնիսկ պատրաստ էի, ես բանը վճարեի այդ գույքը հարկա, ինչա կոչվում այդ պետական турքը պատրաստ էի վճարել, բայց դե հիմա դիմել է 9 միլիոն դրամ փող ա ուզում ինձնից, վստահ եմ, որ այդ 200 միլիոն դոլարին այդ 9 միլիոնը ճիշտ է բան չի փոխելու, բայց էլի տենց Եք ձեր ծախսերը, որ կարողանաք վճարել։ Չէ, ես չեմ կարծում, որ նախ ինքը այդ դատը հաղթելու է, որովհետև ես որքան հասկանում եմ, ես որքան ինչ պետք է ապացուցեմ իմ ասածները, որ ես իմ գնահատականները տվել եմ, հա, այսինքն այն բանը, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են մարդասպան լինելու մեջ, մարտի 1-ի հոկտեմբերի 27-ի Պողոս Պողոսյանի դրանք ես պետք է ապացուցեմ, կարծում եմ ինքը պետք է գա ապացուցի, որ ինքը մարդասպան չի, թալանչի չի եւ ինքը մենք հիմա դատական նիստ ենք, լավ, մենք հիմա դատական նիստ է։ Դու որպես մարդ, որը ինձ պարտվել ես դատական նիստում, հասկանում եմ, որ դրանք լավ գիտես, բայց ինչի պետք է կանչեն, քաղաքացիական գործով չեն կանչում, փաստաբանս կգնա, անիջան լավ իմ ու քո երեկոն չի, իմ ու քո բարեկամության երեկոն չի, մնացած հետ կապված քո գործընկերները հարցնում, հա։ Ժողովի տարածքից պատգամավորի անցափոխով ներս մտած լրագրողին Վահեին, հա, անվտանգության աշխատակիցների միջոցով դուրս հանել ինչքանով էր տեղին բաց։ Տեսեք, գոյություն ունի կանոն, որով որ լրագրողները կարող են գործել ազգային ժողովում։ Այդ կանոնի համաձայն դուք օրինակ հավատարմագրում եք ստանում եւ հավատարմագրվելով կարողանում եք ձեր գործունեությունը իրականացնել։ Երբ որ падգամավորը անցաթուղթ է իջացնում, դա նույնպես ունի իր կանոնները։ Այդ կանոնների մեջ ենթադրում է, որ օգնականը գալիս է, ուղեկցում է անձին падգամավորի սենյակ եւ հետո ուղեկցում է սենյակից դուրս։ Ձեր նշած անձը եկել էր նստել էր բանի այդ հանձնաժողովի նիստին եւ լրատվական գործունեություն էր իրականացնում։ Հիմա կարելի է վերջացնեմ, ժողովուրդ կլինի վերջացնեմ։ Հիմա եկեք sense մի բան պայման։ Ինչով է ձեր նշած անձը ավելի մեծ առավելություններ ունենում ձեզանից, որ դուք հավատարմագրվում եք, ինչ-որ պրոցես եք անցնում, իսկ ինքը կարող է ուղղակի բանով գա անցնել, դա մեկ, երկրորդը այն անձը, որ իրեն թուղթ է տվել, որ ինքը ներս մտի, նույնպես իրեն ասել է, որ պետք չի, որ ինքը գա մասնակցի եւ խնդրել է, որ իրան դուրս դնել այս process-ին, Գեգամ Մանուկյանն է այդ անձը, ես անձամբ զրուցել եմ իր հետ, ուստի ստացվում է, որ ձեր նշած անձը ուղղակի ներսի կանոններն է խախտել եւ ներսի կանոնները բոլորի համար նույնն են։ Վերադառնանք Նարեկ Մալյանին, ասեք լսում եմ, ինչ եք ասում։
սենյակ, այդ դեպքում Մենք պարոն Աղվան Վարդանյանից կամ պարոն Մամիջանյանից որևիցե բողոք չենք ստացել եւ որևիցե ակնհայտ էր, ումից էր պես ստանալ, ասենք ակնհայտ էր։ Ինչ կանոնական։ Նախ Նարեկը Մալյան չէր եկել լրագրողական գործունեություն իրականացնում, 1, երկրորդը։ Ինչի տանենք Մամիջանյանի սենյակ, Նարեկի Մալյան հանել են։ Ախր Գեղամն էլ չէր ուզում որ գնա իր սենյակ, Գեղամ Մանուկյան նույնպես ասում էր որ սխալ է։ Ժողովուրդ, տեսեք, վերջացրեք այդ ես հասկանում եմ ձեր ցանկությունը նախ գործընկերական առումով իրար աջակցելու, բայց եկեք ազնիվ եւ անկեղծ լինենք, հա, գոյություն ունեն կանոններ, բոլորի համար այդ կանոնները գործում է։ Հիմա դուք կարծում եք որ ճիշտ է, որ դուք օրինակ չհավատարմագրվեք, ինչ որ ծանոթ պատգամավոր ձեզ թուղթ տա, ու այդ մարդը գանստի ընդհանրենք պաշտպանության հանձնաժողովից ռեպորտաժը, չէ, դա նորմալ չի։ Եթե դա նորմալ լինի, կանոնակարգը դա կներառ, եթե չի ներառում, ուրեմն դա նորմալ չի։ Լավ էլի, խնդրում եմ։ Քաղաքացիական պայմանագրի Անիծված է։ վարչության անդամի քաղաքացիական պայմանագրի վարչության անդամի տեխնատուներ են առաջադրվում։ Դուք նախ առաջադրվել եք եւ ինչ կազմ է, ովքեր են առաջադրվել, ովքեր չեն լինի։ Կարծում եմ կոռեկտ չի, որ ես ասեմ, թե ով չի առաջադրվել։ Դուք առաջադրվել Ես առաջադրվել եմ, ես կարող եմ խոսել միայն իմ մասին, ես առաջադրվել եմ։ Դե թողել է կազմը ընտրվի, չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Դե կգաք, կեղծ ոչ որևիցե բան չի կեղծվել, որևիցե բան չի կեղծվել, եղել են խնդիրներ, դրա համար եղել է վերահաշվարկ եւ պարոն Թորոսյանը, որի անունը դուք հիշատակեցիք, նույնպես վարչության անդամ է ընտրվել եւ այդ այսպես ասած արդյունքները ընդունել է, իսկ ինչ վերաբերվում է արդյունքներին կգնայեք, էլի դուք այնտեղ եկելնելու տեսախցիկ է։ Չեմ կարող թիմը ասել, այո, կազմը կմեծանա, կանանց քվոտա ենք ավելացրել, որ կանայք շատ ավելի շատ ներգրավված լինեն, էլի։ Դուք հավակնում եք վարչության նախագահի աշխատանքը։ Լսեք, անկեղծ չէ, որովհետև այդ աշխատանքը ինձ շատ է, էլի։ Ես չեմ ուզում, ես առանց այդ ծանրաբեռնված եմ, ինձ դժվար է հաճախ վարչության նիստերին մասնակցել։ Բայց մենք ստեղծման օրվանից առնվազն 3 այլ տեխնատ բան ենք ունում։ Պապիկյանին մի բան դրեցիք, հետո Նիկոլ Փաշինյանը վտանգներ տեսավ, այդ Չէ, չեմ կարծում, որ նման մտահոգություն կա եւ նման մտահոգություններ երբևիցե եղել է։ Ես ձեզ ասել եմ, ձեր մտածելակերպը մեզ համեմատել մնացած կուսակցությունների հետ մի քիչ սխալ է, մենք շատ բաց ենք եւ Արայիկ Հարությունյանն ա եղել մեր առաջի կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը եւ միշտ տեխնատուներ են ունենում։ Ես ձեզ ասեմ, վարչապետը ինքն է հրաժարվել այն դեպքերում, երբ որ ինքը չի եղել, ինքն է հրաժարվել եւ այս անգամ էլ երբ որ ես եմ իրան առաջադրել որպես վարչության նախագահ, այս ընտրություններից հետո վարչության, որը որ ինքը դարավ, ես ակնկալում էի, որ էլի հրաժարվել է եւ դրա համար մի հատ երկար տեքստ ասի, բայց այս անգամ համաձայնեց ու ես կարծում եմ այդ պատասխանատվությունը վերցնելը ճիշտ է։ Չգիտեմ, ինչը։ Այո, իհարկե առաջադրվել Լսի, երբևիցե դրա կարիքը չի եղել, որովհետև ակնհայտ է, չէ, ես ձեզ ասեմ ավելի շատ մարդ առաջադրել ամենամինիմալ բանն է, ամառային դպրոցի 100 տեղի համար 700 դիմորդ ունեմ արդեն ես, հիմա ասենք այդ ինչ բան է, չէ, չի կարելի ինչպես եք պատրաստում զարթել։ Ինչքով ասում, որ Վեհարանը պետք է զարթի, Վեհարանը ինչքով ասում պետք է։ Վեհարանից հանել, վեհի եւ հանձնախումբ ստեղծել, ընտրություններ կազմակերպել կաթողիկոսի, ինչպես եք զարթելու։ Եթե դուք հիմա գալիս եք իմ հետ հարցազրույց անելու, դուք ինչ-որ բան զարթում եք, ինչ ճնշում եք, նեղացնում եք, Չէ, ուզում եմ հասկանամ, հարցը, ուզում ես արի սենց անենք, որպեսզի հասկանալի լինի մարդկանց, ովքեր որ դիտում են, որ դու տենց իբր անկողմնակալ ես եւ հարց ես տալի, որ ինֆորմացիա ստանաս, այլ ոչ թե Վեհարանից երբեք զարթելու հարցը չէ։ Ինչ եք կարծում, օրինակ ինչ եք կարծում, բայց ինչ են կարևոր զարթել ենք, այսինքն լավ, բարի
Եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ եւ սահմանությամբ սահմանված է որ ունի հատուկ կարգավիճակ եւ Հայաստանի Հանրապետությունը բնական է պետքա իմ նաև կարծիքով իր դերակատարումն ունենա այդ կառույցի մեջ եւ դա մեր կարծիքն է գիտես ինչ Սահմանությունը գրած է որ մենք որևիցե կարծիք պետքա չունենանք այդ ոնց արվում սահմանության այն հոդվածը որ ձեզ ձեռա տալիս Դուք չեք կարող կաթողիկոսի ընտրությունները բայց հələ սպասի ինչ ես բայց հələ սպասի ես ինչ խումբ ուզենամ կարամ ստեղծել այդ դուք կարաք 4-5 հոգով հավաքվեք ասեք մենք 3 հոգով հավաքվում եք կամ մի հոգի ինտերնետա ձեռան գնում հայտարարում որ ինքը լրագրող է ես պետության բարձրաստիճան ներկայացուցիչ չեմ կարող ասել որ ստեղ խնդիր կա եւ ես ուզում եմ պետությունը ուզում է այդ խնդրով զբաղվի տեսեք շատ կարեւոր է այդ մենք մշտապես խոսացել ենք որ այդ կառույցի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան այդ կառույցը հիմնված է հարգանքի վրա այդ կառույցը հիմնված է հավատի վրա հիմա դուք եկել եք ինձ հարցեր եք տալի հիմա ես ներողություն եմ խնդրում ձեզանից եւ մի հարց ունեմ ձեզ հռետորական հարց ունեմ ձեզ արդյոք դուք sense համարցակ լրագրողներով այսինքն խելացի լրագրողներով երբևիցե հարցրել եք կաթողիկոսին կամ որևիցե սրբազանին այնուամենայնիվ երեխա ունի թե չունի ես մի հարց եմ տալի գնում եք հարցնում եք կարամ խոսեմ գնում եք հարցնում եք ձեզ կներեք ներողություն եմ խնդրում լապշա են կախում եւ ասում են գիտեք ինչ այդ հարցերն են որոնք չեն տրվում եւ արդյոք ու սկսում են կոսմոսից խոսալ հիմա ասենց լավերով լրատվական դաշտի համարներով խելացիներով մի հատ խնդրում եմ ձեզ կարող եք արդյոք այդ ինֆորմացիան բերել ինձ պետք չի ես գիտեմ որ ունի եւ մեր հանրությանը ներկայացնել տեսեք եթե եթե գերակահարց չի ուրեմն դա կմնա եւ կմարի բայց այդ հարցը չի մարելու ընդհակառակը 2010 սաղ աշխարհը գիտեմ ասել 2018 թվականից սկսած այդ խնդրեմը մշտապես եղել կարամ խոսամ հերիքա ընդհատես այդ խնդրեմը մշտապես եղել է ու մշտապես իշխանությունը 2018 թվականից սկսված փորձել է դրան չանդրադառնալ բայց այն ամեն ինչ որ կատարվում է հիմա ժողովուրդ առնվազն պետք է Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովուրդը ունենա նոր կաթողիկոս ինչ որ չափանիշներին համապատասխանող Իրանք իրար մեջից կընտրեն ներողություն քաղաքացիական պայմանագրի լուսինե քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում չի ընտրվելու այդ կաթողիկոսը այդ կաթողիկոսի չափանիշների նոր կաթողիկոսի չափանիշների մասին գրված է հենց իրանց կանոնակարգերում եւ ախր այդ իրանք չեն լուսինե իրենք չեն դուք հասկանում եք իրանք խնդրեմը կայանում է նրանում որ իրանց ընկալումը եւ այդ ընկալումը որ իրանք ներշնչել են ձեզ ու որոշ որ մեր քաղաքացիներին որ եկեղեցին իրանց բանն է դուքյանն է որ եկեղեցում իրանք կարող են անել ինչ ուզում են ինչ հնարավոր է անել բայց երբ որ գալիս ասում ես գիտես ինչ եղբայր սա իմ հավատի չընդհատես եւս կվերջացնեմ ու երբևիցե քեզ հարցազրույց չեմ տա երբ որ որևիցե մեկին չեմ տա այդ կարգ ու կանոնը հերիք եղավ ինձ ընդհատեք ոնց բա ինչ պետք է անեմ ձեր դասատուն չեմ որ ձեր դասատուններն տենց չէի կանի եւ յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար տհաճ է որ մտնում ես միտեղ որտեղից քեզնից փող են մուրում ես նկատի չունեմ այն մարդկանց ասեցի չընդհատես Երբ որ քեզնից գայս ասում են դե երկչախմբին էլ 50000 դրամ էլ պետք է երկչախմբին կա Սուս մի րոպե բանը սարկավագին էս ինչը ես եկեղեցին չեմ թիրախավորում դուք ես ներողություն եմ խնդրում ես բարձրաստիճան պաշտոնյա եմ այո բարձր Երբ որ դու ինձ հարց ես տալիս դու Հայաստանի Հանրապետությունն ես թիրախավորում Դուք քաղաքական մի հատ հարց եմ տալիս քաղաքական պատասխան Ես հավատացյալ մարդ եմ իրանք էլ հավատի հիմա այդ մարդիկ սեքսով կարող են զբաղվել թե չեն կարող այդ մարդիկ դա այնքանով է իմ գործ անի սպասի դա եթե դա վերաբերվում է հավատին եթե դա վերաբերվում է եւ ես կուսակրոն ինչ որ մեկն եմ այո դա կարող է
հանրության քննարկման արժ դառնալ։ Իհարկե ինչ վերաբերում է ես իմ դա ոչ մեկին չի, դու մի իջ այդ մակարդակին, դու այդ մակարդակին մի իջ, դու դա քեզ չի վերաբերում, դա ոչ մեկին չի վերաբերում, ներսի, այո, որովհետև ես կուսակրոն չեմ։ Իմ անձնական կյանքը որևիցե մեկին Okay, մի ընտրինց, Անիջան, չի կարելի նման բաներ խոսալ։ Քննարկել ով ումից է երեխա ունեցել, եթե ինքը կուսակրոն չի, որ լրագրողը ում է տա քնում, ումից փող ա վերցնում, չի կարելի։ Ես քեզ արգելում եմ, լսի Անի, ուշադիր, հարգես, ուշադիր, ես բոլոր հարցազրույցներին պատրաստ եմ, բայց ես էլ ընտրության իրավունք ունեմ։ Ես քեզ արգելում եմ, ամենավատ ընդդիմադիրի, ամենավատ իմ ընդդիմախոսի, ընտանեկան կյանք, անձնական կյանք մտնել, դու դրա իրավունքը չունես, ես նույնպես դրա իրավունքը չունեմ։ Մենք խոսում ենք այլ կառույցի մասին։ Այդ կառույցը հիմնված է հավատի եւ հարգանքի վրա։ Ես որևիցե մեկի տվյալներ չեմ Անիջան, ես որևիցե մեկի որ շանտաժ անեի շուտվանից գնացած կլեն։ Որևիցե մեկը շանտաժ չի անում, որևիցե մեկը նման բան չէ, բայց դու չափդ իմացի։ Պարոն Սիմոնյան, գործարար Սամվել Կարապետյանն է այստեղ։ Ո՞վ է Սամվել Կարապետյանը։ Գործարար։ Կարամ տեսնեմ դեմքը։ Հա, ներողություն չգիտի։ Իստված մեջ չէ, ես գիտեմ մեր մոտ ինչ որ պլան է։ Նա ասում է, որ մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարի պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա եւ ասում է, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին, սա ինչպես է մեկնաբանում, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Չեմ ուզում մեկնաբանեմ, որովհետեւ եկեղեցու հայ առաքելական եկեղեցու դեմ որևիցե մեկը որևիցե բան չի անում, մենք բոլորս հանդիսանում ենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ եւ պարոն Կարապետյանի դիտարկումները կարծում եմ տեղին չի։ Այլ հարցեր կան։ Շնորհակալություն։ Հաջող։ Սկելու եւ սկացնելու։ Ով էր սկում։ Դուք ասացիք Լոհան։ Այո, որ լինեն մարդիկ, ովքեր որ քայլում են ջրով, կասեն որ վերջացնում։ Լաց կարողացել է նախաձեռնել։ Ծիծաղելի գործընթաց է։ Ես զարմանում եմ Սերժ Սարգսյանը ոնց է այդ գործընթացին տենց սատարում եւ Ռոբերտ Քոչարյանը ոնց է ձևանում, որ իրենք այդ գործընթացին տենց այդ խաղը անկեղծ ասած տենց պոպկորնը ձեռներս նստած վայելում ենք, չենք հասկանում ինչի համար է այդ ամեն ինչը արվում եւ անկեղծ չեմ հասկանում։ Գիտեք ինչ, մեկ-մեկ նենց նստում մտածում ասում ես, լավ, բա ինչ վերջը, ինչ, այսինքն պլանը որն է, անկեղծ ասած ժամանցային բան է դարել որից։ Ձեզ սա ինչ որ քաղաքական նպատակ հետապնդող գործընթաց է, թե գործընթաց է ուղղակի ինդիմադիր ֆորմի մեջ։ Դե ո՞նց կարող քաղաքական նպատակ հետապնդի։ Ուզում հասկանամ այդ նպատակը որն է։ Իրանք ենթադրում են, որ ինչ որ ձայներ են հավաք կամ ինչի է բերելու, ասենք իսկի դարից չեն գալի, նիստերի չեն գալիս, հիմա ընտրություններն 350 օր բան է մնացել մոտավորապես, հա, ուզում հասկանամ այդ ինչ է։ Կարող է վերջում այդ խաղի մասնակից դառնալ։ Անի ջան, սեփական չափանիշներով էս չափում, հերիք եղավ, բոլոր հարցերի մեջ քո սեփական մտածելակերպը, լսի, քո սեփական հարցերի մեջ քո սեփական մտածելակերպը մի դիր, դա վատ տպավորություն է տալիս ասեմ։ Վարչապետի բոլոր հարցերին։ Վարչապետի աշխատակազմը massամբ ֆինանսավորում է, կրծվել է նորաձև շարժումը, որոնց Նիկոլ Փաշինյանն է մասնակցում, բայց այդ գումարի չափը չի հայտնում հանրությանը, սա մտահոգիչ չէ։ Տեղեկություն չունեմ, չեմ կարող։ Ես հայտնեցի։ Չէ, չգիտեմ, հիմա տենց պետքա մի հատ շատ բան կարաս հայտնես, ես պետքա մի հատ այդ հարցին ծանոթանամ, տեսնեմ նաև ձեր ասած հասցեատերը ինչ պատասխան է տալիս։ Մամուլ չեք կարդում երեք կհավատաս արդեն շատ բաներ չեմ կարդում, որտեվ ես եմ հիմնականում մամուլի հիմնական վերնագրերը ստեղծում, իսկ ես ինքս ինչ չեմ կարդում։ Հա, մի օր համեմատական կանցկացնենք, կտեսնենք որևիցե այլ լրագրող կամ քաղաքական գործիչ, բացի մի քանիսից, ով է ավելի շատ վերնագիր տալիս, եւ ես քեզ վստահեցնում եմ առնվազն ես միշտ կան։ Լուսինե ջան, նորից եմ կրկնում, արի, շմայսի մասին խոսացիր, իմիջից պետք չի մարդուն տենց ածականոտ։ Առաքել Մովսիսյան ասեք, շատ լավ, Առաքել Մովսիսյան,
տալիս է, չէ՞։ Նիկոլ Փաշինյանին էլ կհորդորեք, որ Շմայիսով չդիմի այլ անհասկանալի։ Լսեք, նախ կբերես կտենամ որ դեմ տենց դիմել։ Ես որևիցե մեկին երբ որ ինչ-որ բան հորդորում եմ, ես դա անում եմ այն ժամանակ, երբ որ գտնում եմ ճիշտ։ Եթե գտնեմ ճիշտ, այո կհորդորեմ, բայց ով ինչ ասում է, իր վրա վերցնում է այն պատասխանատվությունը, ինչ որ ինքը ասել է։